նաև մեր հանրությանը անկեղծորեն ասել իրոք այն ինչ որ կա, ինչ որ իրականություն է։ Եվ մի քանի առիթով ես ձեզ ասել եմ, ես մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ ձեր մտավախությունները դա մեր մտահոգությունները չէ։ Եվ հիմա ուզում եմ խոսել գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, այդ նախագծի մասին։ Եվ բոլորդ հիշում եք, որ 4 քաղաքական ուժերը մի կողմից շատ հարգված ներկայացրեցին նախագիծ, եւ ես իմ ելույթում ասեցի, որ մենք անպայման անդրադառնալու ենք եւ հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի այդ հարցը քննարկենք, քանի որ հանրության բոլոր շերտերին, քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ուժերին, արտախորհրդանական հետաքրում է այդ հարցերի պատասխանը։ Եվ մենք կուսակցությունում քննարկեցինք, առաջարկեցինք հանրապետության նախագահին, որը մեր նաև կուսակցության ղեկավարն է, կոալիցիայի հետ միասին, որպեսզի մենք ինքներս առաջարկենք հանձնաժողով ստեղծել եւ ավելի լայն լիազորություններով, եւ եթե նկատում եք, ձեր նախագծի բոլոր հարցերը ընդգրկված են այսօրվա մեր առաջարկվող նախագծի մեջ եւ կան նաեւ տարբեր հարցեր, որոնք որ մենք ենք առաջարկել, որպեսզի դառնա հանձնաժողովի ուսումնասիրման հարց։ Եվ ուզում եմ լինենք ազնիվ։ Ինչ եք մեզ քննադատում, որ մենք ստիպված ենք կամ ինչ որ ուզում ենք թաղենք, չգիտեմ ու մենք ուզում թաղենք, մենք թաղելու վարպետ չենք, ոչ էլ թաքցնելու վարպետ ենք։ Չունենք այդ փորձը։ Ուղղակի մենք ուզում ենք հնարավորություն ստեղծենք, եւ այդ հարցը մենք քննարկել ենք մեր գործադիրի նիստում, կուսակցության, եւ հանրապետության նախագահը շատ պարզ ասել է, եթե կան մարդիկ, ովքեր որ չարաշահել են իրենց պաշտոնում եւ զբաղվել են ապօրինությունով, պետք է պատասխան տան եւ մինչեւ վերջ հանձնաժողովը պետք է հետամուտ լինի իրականության ճշտմանը։ Հիմա ինչի մասին եք դուք խոսում, ինչ եք վարկաբեկում այդ դեռ չտղված հանձնաժողովը։ Դե ցանկությունն ինչ է, ինձ մոտ տպավորություն կա եւ համոզված եմ, որ նաեւ հասարակության մոտ, որ դուք իհարկե չեք էլ ուզում այդ հանձնաժողովը ստեղծենք։ Սկսում եք սկզբանե վարկաբեկել, չգիտեմ թաղել, թաքցնել, չունենք նպատակ նման։ Մենք չունենք որևէ մեկի պայմանավորվածություն, որոնք որ պաշտոն են գրավում, որ պետք է լինեն այդ պաշտոնում, նշանակվեն եւ զբաղվեն ապօրինություններով, չկա այդպես պայմանավորություն։ Եվ մենք ազատ ենք մեր որոշումների մեջ, եթե կլինեն նման մարդիկ ուսումնասիրությունների արդյունքում, մենք պատժելու ենք այդ մարդկանց։ Դուք ականատես կլինեք։ Ինչի մասին եք խոսում, ինչ եք վարկաբեկում։ Հանձնաժողովի ձևավորման մասին։ Շատ պարզ բան ենք ասել, մենք ասել ենք, որ հանձնաժողովը ձևավորենք կոալիցիոն եւ մյուս բոլոր քաղաքական 4 ուժերից, ֆրակցիաներից։ Հավասար, ասեցիք հավասար, համաձայնվեցիք, հավասար։ Ասեցիք հանձնաժողովի նախագահը լինի կոալիցիայից, տեղակալ լինի ընդդիմությունից։ Կամ ինչ մի առավելություն ունի հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի անդամից։ Ոչ մի առավելություն չունի։ Ոչ մի լիազորություն չունի։ Ուղղակի մենք մտածում ենք, որ լինի փորձառու մարդ, իրավաբան, որը նաև կտիրապետի օրենքներին եւ օգնի հանձնաժողովին, որպեսզի իրականությունը հայտնաբերենք եւ ցույց դնենք հանրությանը։ Դա է մեր նպատակը։ Ասել ենք լինեն 10 անդամ, որ յուրաքանչյուր ուղղությունով, որը որ հանձնաժողովը ունի այդ լիազորությունը, լինի մեկ ընդդիմության ներկայացուցիչ եւ մեկ իշխանության, որպեսզի բոլոր հարցերին եւ տիրապետի իշխանությունը, եւ ընդդիմությունը, եւ հանրությանը օբյեկտիվ ներկայացնենք, դա էլ ենք արել։ Դա էլ ենք նախատեսել, որպեսզի չլինի, որ մի իշխանության ներկայացուցիչ մի հարց տիրապետի, մի հարց ուսումնասիրի եւ ինչ որ բաներ հնարավորություն ունենա ապագայում թաքցնելու։ Ոչ, դա էլ ենք կանխատեսում, մտածում, որ փակենք այդ ճանապարհը։ Դրա մեջ էլ եք ինչ որ հարցեր տեսնում։ Ես ուզում եմ, որ դուք բոլորդ տեղյակ լինեք եւ հավատաք։ Ես անկեղծորեն եմ ասում, մենք նպատակ չունենք որևէ հարց ապօրինություն կոծկելու, չկա այդպես ցանկություն։ Գործունեության ժամկետի մասին մենք ասում ենք, պատկերացնում ենք, որ պետք է լուրջ զբաղվի հանձնաժողովը բոլոր խնդիրները իր հետ բերելու եւ ասել ենք մինչեւ նոյեմբերի 8-ը։ Հիմա դուք ասում եք մինչեւ հունիս։ Դրան էլ ենք համաձայն։ Որ դուք հասկանաք, մենք նորից չենք ուզում ծախողի մեր աշխատանքը, համաձայն ենք, թող լինի մայիսին ավարտեք։ Երբ հնարավորություն կլինի ավարտելու, ուսումնասիրեք հիմնավոր եւ մենք պատրաստ ենք լսելու ձեր զեկույցը։ Հարգելի ապագա հանձնաժողովի անդամներ։ Դրփակ նիստերի հետ կապված։ Եթե որոշ մարդիկ կա, որ ուզում են կան դեմագոգիայով զբաղվեն այդ հանձնաժողովում, կոնկրետ ես որպես խորհրդային նախագահ դեմ եմ։
բազմաթիվ հնարավորություններ ունեն այդ մարդիկ կամերաների մամուլում խոսելու դեմագոգիա անելով, այստեղ այդ հանձնաժողովը ես պատկերացնում որ պետք է լինի ազգային ժողովի համար լուրջ լծակ, ի հայտ բերելու բոլոր ապօրինությունները, եթե կան այդպիսիք, եւ ներկայացնելու հանրությանը։ Եվ ես ձեզ ուզում եմ խոստանալ եւ համոզմունք հայտնել, որ մենք ապագայում նման հանձնաժողով շատ ենք ունենալու։ Այն հարցերը, որ այսօր արդիական են եւ հանրության լայն շերտերին մտահոգում են, մենք պարտավոր ենք դրանք վերանել, ուսումնասիրել եւ հանրության ներկայացնել։ Եվ ուզում եմ իմ գործընկերներին, ազգային ժողովի, պարբերաբար բռնկվող գործընկերներից հորդորել հանդարտության իրանց։ Հանդարտ լինեն այս մարդիկ։ Հանդարտությունը լավ բան է։ Բոլորս էլ կարող ենք պարբերաբար գոռալ, խոսել, բայց մենք բոլորս լավ հասկանում ենք, լավ լսում ենք եւ կարելի է ամեն ինչ հանդարտ ասել։ Եվ հիշեք, որ ուժեղ անձրևը շուտ է կտրվում, հորդառատ անձրևը շուտ է կտրվում։ Եվ ուզում եմ իմ բոլոր գործընկերների կոչ անել, որ մենք լուրջ տրամադրված ենք, որ այդ հանձնաժողովը իրոք կայանա ու տա արդյունավետ պատասխանները այն բոլոր հարցերի, որոնք այսօր առկա են մեր հանրության մեջ։ Եվ ես տալու եմ այդ հնարավորությունը, ստեղծել եմ բոլոր հնարավորությունները որպես խորհրդանի նախագահ, որպես այդ հանձնաժողովը աշխատի եւ իրոք այն բոլոր մտահոգությունները, որ այսօր առկա են, վերհանի եւ ներկայացնի մեր հանրությանը։ Եվ ես ուզում եմ նորից եւս մեկ անգամ հաստատակամ ասել, որ եթե լինեն մեղավորներ, անպայման ես հետամուտ եմ լինելու որպես խորհրդանի նախագահ, որպես այդ մեղավորները պատժվեն։ Եվ հանրապետական խմբակցությունը կողմ է քվեարկելու եւ ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին, նաեւ ընդդիմությանը, որ իրանք հավատան իմ անկեղծ այս ելույթին եւ տան հնարավորություն, որպեսզի հանձնաժողովը ժամանակավոր, արդյունավետ աշխատի։ Եվ դա աշխատանքի արդյունքում կտեսնենք, որ մենք որևէ խոչընդոտ չենք հարուցելու այդ հանձնաժողովին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոն Աբրահամյան, այժմ ամփոփիչ ելույթի համար ձայն տրվում է հիմնական զեկուցող